Հուլիսի 18-ին Էրեբունիում 30-ից ավելի կրակոցների գործով այս պահին կալանավորված է 5 անձ։ Այս մասին պաշտոնապես քննչական կոմիտեից հայտնեցին Արմնու լրատվականին։ Արմնու լրատվականը հայտնել էր, որ կալանավորվածների մեջ է ՃՈ նախկին պետ ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի մորաքրոջ որդին Գուրգեն Սիրունյանը։ Վերջինս կալանավորվել է քրեական ենթամշակույթին հարելու վարույթի շրջանակներում, որը կցվել է Էրեբունու աղմկառուծ կրակոցների դեպքին եւ քննվում է նույն վարույթի շրջանակներում։ Ուշագրավն այն է, որ աղմկառուծ կրակոցներից մի քանի օր անց մեր նկարանող խումբը անձամբ նկատել էր ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին դեպքի վայրում ուսումնասիրություն կատարելուց։ Հավելենք, որ Արմեն Հակոբյանը վերոնշյալ տարածքում նաև ապրում է։ Հարցի ուղեցինք, թե ինչու է այստեղ գտնվում, վերջինս չցանկացավ խոսել։ Ավելին, եւ ահա ավելի ուշ պարզվեց, որ կալանավորվել է նրա մորաքրոջ որդին Գուրգեն Սիրունյանը։ Ըստ քննչական կոմիտեի կատարված լայնածավալ քննչական եւ բարույթային գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա ԱՕ-ի, որը Արմեն Օհանյանն է, վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով եւ 335-րդ հոդվածի 2-րդ մասով մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը եւ կրելը։ ՎԳ-ի, ԱՄ-ի եւ ՍՄ-ի նկատմամբ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով 4 դրվագ եւ 335-րդ հոդվածի 2-րդ մասով մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, նույն եղանակով սպանության փորձ եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահելը եւ կրելը։ ԳՍ-ի նկատմամբ վերջինս ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի մորաքրոջ որդին է Գուրգեն Սիրունյանը, վերջինիս նկատմամբ 322-րդ հոդվածի առաջին մասով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալը կամ պահպանելը։ ԱՕ-ն Արմեն Օհանյանը կալանավորվել է ՎԳ-ի, ԱՄ-ի եւ ԳՍ-ի նկատմամբ կալանքավորպես խափանամիջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Եվ այսօր քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ 5 մեղադիալները կալանավորված են։ Քրեական վարույթով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է։